Բարև բարեկամներ, դուք դիտում եք Մայրաքաղաք ծրագրի հերթական թողարկումը, որի շրջանակում մենք ձեզ պատմում ենք մայրաքաղաքային անցուդարձի ու նորությունների մասին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում հասարակական տրանսպորտից օգտվողների թիվը կարծում եմ բավական մեծ է։ Մի մասը գոհ է, մի մասն էլ դժգոհ։ Կան դժգոհություններ, որ կոնկրետ համարի երթուղային տաքսիների ստիպված են լինում սպասել րոպեներով։ Մի խումբ բնակիչներ մեզ դիմել են կոնկրետ 15 համարի երթուղային տաքսու հետ կապված։ Այս երթուղայինը քաղաքի մի ծայրամասից Նոր Արեշից բնակիչներին մյուս ծայրամաս բուժ կենտրոններ հասցնելու միակ երթուղին է։ Այն նաև սպասարկում է Թումանյան փողոցի որոշ հատված, եւ բնակիչներն առաջարկում են, որպեսզի այս համարի տրանսպորտն ավելի հաճախակի անցնի իրենց տան մոտով։ Մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքային հասարակական տրանսպորտի երթևեկությունը կազմակերպվում է երկու ՍՊԸ-ների կողմից քաղաքապետարանի անմիջական վերահսկողությամբ։ Երթուղին որոշվում է մի շարք սկզբունքներից ելնելով։ Հաշվի է առնվում մեկնակետի եւ վերջնական կանգառի հեռավորությունը, կանգառների քանակը, բնակչության խտությունը եւ այլն։ Քաղաքային իշխանություններն ամեն տարի ամփոփելով նախորդ տարվա աշխատանքը քննարկում են թերությունները, բնակիչների առաջարկներն ու բողոքները եւ փորձում հասարակական տրանսպորտի ոլորտում կատարելագործել մատուցվող ծառայությունները։ Մայրաքաղաքի այն բնակիչներն, ովքեր հաճախ են օգտվում 15 համարի երթուղայինից, գիտեն, պարբերականությունը 15 րոպեի սահմանում է, բայց հաճախ սպասումնալից այդ 15 րոպեները որոշիչ են լինում։ Բնակիչների կողմից մեզ հասած խնդրանքն ու առաջարկը կապված այս երթուղայինի հաճախականության ավելացման հետ փոխանցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատու բաժնին։ Ստեփանակերտի քաղաքապետի համապատասխան որոշմամբ հաստատված համար 15 երթուղու ամփոփչված ցուցակը հետևյալն է։ Շրջապտույտի տևողությունը կազմում է 13.6 կիլոմետր եւ հաշվի առնելով այդ հեռավորությունը եւ համապատասխան միկրոավտոբուսային երթուղիների տեխնիկական արագությունը, ինչպես նաեւ կանգառների թիվը ընտրել ենք շրջապտույտի տևողությունը, որը կազմում է 46 րոպե, իսկ փաստացի այսօրվա դրությամբ հաշվի առնելով սկզբնակետ վերջնակետի կանգառներում կանգնելու ժամանակը փաստացի շրջապտույտը կազմում է 52 րոպե եւ նախատեսված է նշված երթուղում սպասարկումը իրականացնել 4 շարժակազմով։ Այդ իսկ պատճառով նվազագույն ինտերվալը կազմում է 12 րոպե եւ առավելագույնը 23 րոպե, այսինքն առավոտյան ուղևորահոսքի գերբեռնվածության ժամանակ միկրոավտոբուսները սպասարկվում է երթուղին 4 միավորով, իսկ երեկոյան ժամերին մինչև 2 միկրոավտոբուս, այսինքն ուղևորահոսքի անկման դեպքում միկրոավտոբուսի կրճատում ենք իրականացնում, որը կազմում է մինչև 26 րոպե։ Ինչ խոսք, քաղաքային իշխանությունները մտահոգ են բնակիչներին առավել հարմարավետ ու արագ տեղափոխելու խնդրով եւ հնարավոր ամեն բան անում են դրա համար։ Օրվա հստակ ժամերին գրեթե բոլոր համարների երթուղայիններն են գերծանրաբեռնված լինում, բայց եւ կան ժամեր, երբ երթուղայինները գրեթե դատարկ են երթևեկում։ Ուղևորահոսքի հետազոտում իրականացում է եւ մեր կողմից եւ համապատասխան երթուղին սպասարկող ընկերության կողմից, ասենք որ երեկոյան ժամերին միանշանակ այդ պահանջարկը չկա, որ 4 միավորով աշխատեն նշված երթուղը, բայց ցանկալի է, որ մեր բնակիչների սպասարկումը իրականացվի ավելի կարճ ինտերվալով, բայց փաստն այդ երթուղու սպասարկումն իրականացնող ընկերության կողմից առաջարկություն է արվել, որ նշված երթուղին դարձնենք ավտոբուսային, այսինքն սպասարկումն իրականացնենք ավելի բարձր ավելի շատ նստատեղ ունեցող ավտոբուսներով, բայց ինչ-ինչ պատճառներով նշված ծրագիրը դեռ հետաձգվում։ Թումանյան 111 եւ 76 մեր շենքերի այդ բնակիչներին առաջարկում եմ ներկայանալ կամ զանգահարել համապատասխան բաժին կամ դիսպեչերական երթակարգավարական ծառայություն, որպեսզի ուղևորը մեր բնակիչները ավելորդ չսպասեն, մեր փաստացի աշխատանքային գրաֆիկներին ծանոթանալու համար ներկայանալ եւ ստանալ համապատասխան այդ գրաֆիկները։ Բայց այսօրվա դրությամբ մենք էլ ունենք համապատասխան ծրագիր, կազմում են կանգառներում կահավորման աշխատանքների մեջ ներառված այդ աշխատանքների ցուցատախտակները եւ առաջիկայում հույս ունենանք, որ նշված ցուցատախտակները համապատասխան կահավորված տեղամասերում այն կտեղադրվեն։ Բնական է, բոլոր երթուղիներում առավոտյան գերբեռնվածության ժամանակ այդ անհրաժեշտությունը կա, կոնկրետ 16-ում կարող ենք ասել, որ լրացուցիչ 1 ավտոբուս ավելացնում ենք։ Անհրաժեշտության դեպքում մենք էլ կուսումնասիրենք այս
եկող տարի թե ձմռան ժամանակահատվածում, եթե անհրաժեշտություն լինի, ապա ընկերության կողմից այդ պահուստային ավտոբուսներից կավելացնենք։ Հաճախականությունը ավելացնելու դեպքում պետք է ավելացվի միկրոավտոբուսների քանակը։ Իսկ միկրոավտոբուսների քանակը այդ պահանջարկը միայն ու միայն զգացվում է առավոտյան, հնարավոր է նաև կեսօրվա այդ պիկ ժամին, որը տևում է հիմնականում առավոտյան 2 ժամ եւ կեսօրին 1 ժամ։ Այդ գերբերվածությունը հիմնականում այդքան է, իսկ մնացած ժամերին այդ պահանջարկը չկա։ Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար մեր նկարահանող խումբը որոշեց շրջել 15 համարի երթուղայինով։ Չհասցրեցինք նույնիսկ սպասել երթուղայինին, ուղևորներն էլ շատ չէին։ Փորձեցինք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։ Իմ տեղանքի հետ կապված բնական է ես բողոք չեմ ունենա, որտեղ 13-ից եմ օգտվում, սրանից եմ 15-ից եմ օգտվում, բայց նա ով ծայրամասն է գնում, այ բողոքը նրանցից է։ Եվ բնական է, որ նրանք իրավացի են, բայց մի քանի հոգի են լինում, միշտ այսպես ազատ է լինում։ Պրոբլեմները ծագում են դրանից։ Այսինքն ծանրաբերված չի լինում այս համարի։ Միայն որոշ ժամերին։ Տատաբայը տանը տերրում է ինչ, վեշիմպեն։ Վեշիմպեն տերրում։ Երեկոյան է, որ չանում է, ուղղակի մեր թաղամասը նենց է, որ միայն սա այս մարշրուտքեն է, էլի, ապահովում։ Բայց երեկոյան ուշ չի լինում, էլի։ Բա դուք ո՞նց եք հասնում։ Շատ են երեկոյան ժամերին օրինակ օգտվողները, որ իրանց համար խնդիր է լինում տուն հասնել։ Քիչ են լինում, դրա համար կարելի է իրացել հասկանալ, որ մի հոգու համար չեք։ Դե 16-ով եք օգտվում այդ ժամանակ։ Մինչև որ ժամն է աշխատում։ Մինչև ժամը 9-10-15 աշխատում է։ Դեժուրը մաշինը մինչև 15-20 աշխատած 10-ից աշխատում է։ Ու այդ ժամերին շատ քիչ են լինում, ես ինչքան։ Այո, երկու մաշինա լինում այդ ժամերին։ Չէ, ուղևորները քիչ են լինում։ Հա, շատ քիչ, շատ քիչ։ Մի հոգի, երկու հոգի, հատա այդ ձև են լինում, ուրիշ մի բան։ Դրա համար էլ ամեն ժամավը դուրս է գալիս, երկու ավտո է մնամ, այդ երկու ավտոյից մեկն էլ դուրս է գալիս էլի, մեկն էլ մինչև 21-17 աշխատում է։ Մեր գրաֆիկը աշխատում ենք։ Կավեր բողոքումը խեյիկ ուշանում, բայց մեր գրաֆիկը ունենք աշխատում։ Մեր բանը ռաստայանին 15 րոպե է տված։ 15 րոպեամին մեր ավտոն գալիս է։ Այն աստանով կա։ Ասե գնացել է, ես տեղից գնում է, չէ՞ էսի։ 15-20 րոպեից ես գալով եմ ստեղ։ Կարիք չկա, այսինքն ավելացնել ես եւ։ Չէ, ավելացնեք ինչ, ավելացնում եք ինչ։ Ավելացնեք ամեն ինչի վնաս է ավելացնելը։ Բնակիչներն իհարկե իրավունք ունեն պահանջելու ավելի լավ սպասարկում, բայց մյուս կողմից էլ պատասխանատու մարմինների բացատրություններն են պատճառաբանված։ Հուսանք, որ փոխհամաձայնության արդյունքում երկուստեք կշահեն։ Համոզված եմ, քաղաքային իշխանություններն իսկապես մտահոգված են, որպեսզի քաղաքի բնակիչներն ավելի հարմարավետ ու արագ տեղափոխվեն մի վայրից մյուսը եւ կարծում եմ յուրաքանչյուր տարի սպասարկման ոլորտում այդ զարգացումները մեզ համար էլ նկատելի է։ Մայրաքաղաք Ստեփանակերտի մեկ այլ հատվածի մի խումբ բնակիչներ մեր նկարահանող խմբին դիմել են իրենց հուզող հարցով։ Խնդիրն այն է, որ տեղադրված աղբամանները տեղակայված են հասարակական նշանակության օբյեկտներին շատ մոտ, ինչը խանգարում է սպասարկման նորմալ որակին։ Խնդրո առարկան Ստեփանակերտի համար 6 դպրոցի հարևանությամբ տեղակայված մի քանի աղբամաններն են, որոնց գտնվելու դիրքը անհարմարություններ է առաջացնում թաղամասի բնակիչների, դպրոցի աշակերտների եւ որ ամենակարևորն է կից տեղակայված խանութների, այդ թվում եւ մթերային աշխատողների ու հաճախորդների համար։ Դպրոցը խնդրեմ այստեղ կառուցված, նախկինում ճիշտ ասած, այս շենքը մեջտեղի չի եղել, այս տունը չի եղել։ Անցումը մի քիչ խորն է եղել, քանի որ հիմա կառույց կա այստեղ, հիմա փոխվել է, անցումը դարձրած է դպրոցը այստեղով։ Ուղիղ երեխաները պետք է անցնեն գան այս մուսորի արկղների մոտով, այսինքն հիմա որ քանի որ մուսոր է լինում, այսօր ուղղակի հասցրել են մաքրածա, լիքը շուն եւ կատու։ Երեխաները դաժե չեն հենց տենում են, արդեն իրանց ճանապարհը թեքում են այ ճանապարհի մեջտեղ ուղիղ։ Քանի անգամ աղի որ երեխեքը քիչ ամնացի մեքենայի տակ գնեն։ Այսինքն վիճակը։ Հիմա չգիտեմ, դիմել ենք եւ սանեպիդստանցիային, եւ քաղաքապետարանին, գրավոր դիմումներ ունենք ներկայացված, եկել են, նայել են, գրել են, հաշվի են առել, որ պետք է վերանայվ այս հարցին լուծում տան, բայց ոչ մի ձև լուծում չի տրվել։ Լրիվ խանութների շանքա, հենց անմիջապես կպած է, խնդրեմ, հավի խանութի վաճառքն է, Արցախ բրոլերի։ Հաջորդը ճիշտ ասած հագուստի է, այն հաջորդը բանա, պտուղ բանջարեղեն, կողքն է մթերային խանութը։ Հիմա ու այնավոր հարցը ասենք ժողովուրդն օգտվելու համար էլի պրոբլեմներ ա, որովհետև չեն կանում։ Շները անմիջապես էստեղ
դիմացը ծաղկանոցը մեր որ ընդհանրապես որպես ծաղկանոց չի ծառայում գեղեցկության համար դպրոցին եւ մեր միջավայրի ժողովրդին։ Շների արոտավայրն է, այսինքն ասած։ Ու զիբիլ է այսօրվա դրությամբ արդեն ինչքան որ ստե զիբիլ կա լրիվ գտնումա ծաղկանոցում մեր գեղեցիկ միջավայրում չկա, այսինքն։ Շները կատուները տանում։ Անպայման շները, կատուները արդեն հավաքվել են, մի քիչ հետո էսա շներն է կգա։ Հիմա պահան էցա որ դպրոցում երեխա չկա, բայց էսա կգա քիչ-քիչ այսինքն, սենց չեն էլ անցնում, որովհետև ճանապարհը նորից եմ ասում, վախենալով կենթաններից, այսինքն ճանապարհի մեջով են երեխեքը գնում։ Դպրոցի տնօրինությունն էլ ասել, դաժե ասում են ինչ որ մի դպրոց էլ եղել նույն վիճակում, նորից դիմել են, նորից ասել են, բայց չգիտեմ թե ինչի լուծում չի տրվում այս հարցին, չգիտեմ, դպրոցի դասատուներն են բողոքում, թե շատ տհաճ է իրանց համար, հա անցում է, իրանք ստիպված որպես մեծ անցնում են, բայց երեխաները չեն գիտակցում, որ պարտադիր սենս պիտի գան, կենթանի կա, իրանք վախենում են, այն կողմով են գնում իրանք էլ։ Այս շենքերի համար մի հատով թեկուզ տանեն դնեն շենքերի կողք, 4-ը պարտադիր չդրվի ինչ-որ մի շենքի կողք, ամեն մի շենքի կողքը մի հատով դնեն, ըստեղ այս կետից վերցվի, որտեղ հասարակական սննդի վայր ըստեղ ամառը դե ասելի չի չհաշված կառույցները։ Աղբանոցն ամեն օր մաքրվում է համապատասխան ընկերության կողմից, այս մասին վկայում են բնակիչները։ Խնդիրն ըստ էության աղբանոցի գտնվելու վայրն է։ Առաջարկում են տեղափոխել որևէ այլ տեղ, թեպետ հասկանում են, որ հարմար վայր գտնելը բավական դժվար է։ Թերևս հենց այդ է պատճառը, որ քաղաքային իշխանությունները հապաղում են։ Մեր խանութը ստեղ է, աղբամանները լրի մոտիկա դրված, ճանճերը լցվում են խանութը։ Ահա որ ավիճակը տակ օրերին вообще ստեղ նստվում չի։ Շներն էլ լցված են, այդ աղբերը տանում են սաղ թափում ստեղ։ Խնդրում ենք ինչ-որ մի կերպ այս աղբամանները մի քիչ հեռու լինի, այնքան վեր հնարավոր լինի աշխատելու։ Վիճակը ահա որ է։ Մի քանի անգամ դիմալը եկալը նայալ ճիշտն ասած, բայց ոչ մի բենզերն արկալ չի։ Երբ եք դիմել վերջին անգամ։ Երևի մի 15 օր առաջ եկալը նայալ, բայց դրանից հետո էլ եկալ չն ասան ինչ-որ բան պիտի անենք։ Որոշին տեսան արկղների շտեղ պիտի տեղափոխին, բայց դրանից հետո էլ եկալ չն։ Եթե հնարավոր է հարցին լուծում տակ, այդքան բան։ Ստեփանակերտն ունեցել եւ ունի գեղեցիկ շատ ավանդույթներ, դրանցից մեկն էլ շախմատի կենտրոնական տանը երեկոները մարդաշատ լինելու ավանդույթն է։ Այստեղ հիմնականում հավաքվում են տարեց ստեփանակերտցիները, ովքեր ոչ միայն գալիս են այդտեղ շախմատ խաղալու, այլ նաեւ քննարկելու քաղաքական, կենցաղային այս կամ այն հարցեր, կիսելու իրենց տպավորություններն ու կարծիքները իրենց ընկերների հետ։ Այսօր էլ այդ ավանդույթը շարունակվում է։ Ստեփանակերտի շախմատի կենտրոնական տունը ոչ միայն շախմատային միջոցառումների անցկացման վայր է, այլ նաև շախմատասեր հասարակության ժամանցի վայր։ Հատկապես երեկոներն այստեղ մարդաշատ է։ Հիմնականում տարեց ստեփանակերտցիներն են հաճույքով հավաքվում այստեղ, փորձելու իրենց ուժերը, ի ցույց դնելու տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները հրաշալի այս խաղից, միաժամանակ նաև զրուցելու, քննարկելու մայրաքաղաքային, համապետական եւ համաշխարհային անցուդարձը։ Հաճախում եմ այս շախմատի կենտրոնական տունը, մեր օրը անց ենք ապրում այստեղ, հա։ Առանց դրան հնարավոր չի։ Մանավանդ մեծահասակների համար։ Շախմատով մեր հայ ազգը հպարտանում է։ Ինչի համար, որովհետև մեր ազգի հավաքականը 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ Բոլորն էլ սիրում են եւ պատահական չի, որ վերջերս Արցախը ուներ իրեն որոշ մասերը։ Հովիկ Հայրապետյանը։ Մենք դրանով հպարտանում ենք։ Իսկ այդ դուք ասիք, որ հաճախ եք լինում այստեղ, երիտասարդներն են շատ գալիս։ Հա, գալիս է, մանավանդ նայեցիք, հա, երիտասարդան, այստեղ Շուշի քաղաքից է գալիս ամեն օր իրեն ժամանցը այստեղ անցկացնում ու գնում իրենց տուն։ Ազատ ժամանցի վայրը մենք գոհ ենք սպասարկումից, հետաքրքիր են ասնում էր օրերը, ճիշտ է մենք ամեն օր չենք գալիս այստեղ, որովհետև ուրիշ գործով ենք զբաղված, բայց ված չէ որ տարեցները գան այստեղ իրենց հանգիստը անցկացնեն։ Կարծում եմ որ էլ ավելի կարելի է on-line շրջանակները ժամանցի։ Ներքերից զբոսայգում այնտեղ կար մի 40-50 տարի առաջ։ Այնտեղ էր ավելի լավ, բիլիարդանոց կար այնտեղ, շաշկո, շախմատի եւ զանազան այլ միջոցառումներ էին անցկացվում։ Երևի այն ժամանակ ինձ թվում է ավելի շատ էին հավաքվում, ավելի մարդաշատ էր, ավելի հետաքրքիր էր անցնում տարեց մարդկան ժամանցը։ Իմ կարծիքը այդպեսին է։ Բայց հիմա ո՞վ չի կարելի է նորություններ մտցրած, թենիսի բանը լիներ,
դաշտիներ, խաղային, շարժողական ունակությունների զարգացման համար ավելի լավ է։ Սա մտավոր սպորտի տեսակ է, էլի, շախմատը, շաշկի, նարդին։ Հիմա նորագույն տեխնոլոգիաների դարը, որը իր դրական առումների հետ միասին ունի նաև իր բացասական հետևանքները, մասնավորապես շարժողական ունակությունների զարգացման համար կարծում եմ նորագույն տեխնոլոգիաները իմ կարծիքով ավելի վնասում են։ Իհարկե ամեն ինչի մեջ չափավորն է գեղեցիկ, ինչպես ասում են։ Օրինակ մեր ժամանակներում խոսքս երեխաների մասին էր։ Շարժողական ունակություններով խաղերը ավելի շատ էին։ Հիմա կարծես թե մի քիչ մարել է, չհաշվի մի առանձին սպորտային խմբակներ գոյությունը, մնացածների մասին կարելի է ասել, որ խորհրդային ժամանակներում ավելի լավ էր ընթանում այդ գործընթացները, քան թե հիմա։ Այստեղ կարելի է հանդիպել հիմնականում նույն մարդկանց, կարելի է ասել ձևավորվել է մշտական կազմ, բոլորն իրար ճանաչում են, հարգում։ Երբեմն նաև ակտիվ շախմատասեր երիտասարդներ են հավաքվում այստեղ, շփվելու ավագ սերնդի ստեփանակերտցիների հետ եւ ակամայից ժառանգելու ստեփանակերտյան հետաքրքիր ավանդույթները։ Մեր շախմատի տունը մոտորապես 53-52 տարվա պատմությունն է։ Շախմատի տունը մեր զուգահական ուժ ունի։ Նա չի կարող շախմատասեր մարդը այստեղ անցնի չմտնի շախմատի տուն։ Մեր շախմատական մասնակիցները եւ երիտասարդները եւ հասակավորներ նրանք հավաքում են, իրար զրուցում են տարբեր հարցերի շուրջ եւ նստում խաղատախտակի առաջ։ Խաղատախտակի առաջ պայքարում են։ Իրենց հանգիստը ամեն օր այստեղ են հասկացնում։ Շախմատիստ կա, որ չի կարող, ասում հնարավոր չի, ես որ մի օր բացկայի։ Խաղը հրաշք խաղ է, որ սիրահարում ես, ուժը չես կարող առանց այդ խաղի, ամեն օր ուզում ես գաս, զբաղվես, պարապվես, ինտելեկտուալ խաղ է, օգուտից բացի վնաս չի տալիս։ Կարծում եմ նաև այստեղ հաճելի շփումներ եք ունենում։ Միջավայրը շատ հաճելի է, կուլտուրական միջավայր է, խելոք մարդկանց հետ շփում ես։ Բացում է ժամը 2-ից մինչև 2 ժամը 10, հաճախորդները միշտ լինում են, ջեռուցումը նորմալ տրվում է, ամենակիչը 30-40 հաճախորդ լինում, ամենակիչը, դե իրենց ժամ անց են կացնում, նորմալ ձևը, իրար հետ խաղում են, ուրախանում են, օրը լավ անց են կացնում, ակումբը միշտ էլ պիտի պահպանի, որպեսզի հաճախորդների ժամանց անցկացնեն շախմատի կենտրոնական բանը։ Ջեռուցումը նորմալ է։ Մենք մեծամասամբ մի 90%-ով շախմատի ոլորտն է, բայց քանի որ իրենց խնդրանքով, իրենց պահանջով փորձել ենք նաև մի 2 սեղան հատկացնել շաշկու համար եւ 2 սեղան նարդի խաղի համար։ Բարապմունքները արդեն շախմատի դպրոցում են անում, ոչ թե շախմատի տանը, այստեղ արդեն խաղում են։ Մրցումներն է լինում տարին 4-5 մրցումներ լինում է, նաև շախմատի ֆեդերացիայի կողմից են անցկացնում այստեղ միջոցառումներ։ Շախմատի կենտրոնական տան պայմանները հնարավորինս բարելավվում են, փոխվել են պատուհանները, դուռը վերանորոգվել է սանհանգույցը։ Ջեռուցման խնդիրը նույնպես լուծված է։ Չնայած հաճախ միջավայրը տաքանում է նաև բուռն քննարկումներից ու զրույցներից։ Առիթը օգտագործելով շնորհակալություն հայտնենք մեր Դանիել Անաշոտին, վարչության պետը եւ նախարարին, պարոն Ասայանին, որտեվ այդ հարցը մոտավորապես մի 4 տարի է որ գնում է, պատուհանների հետ կապված լուրջ հարց, հատկապես ամառը չէր բացվում, խնդիրներ կար։ Շախմատը այն լավ օրերին հիմիկ մեզ մոտ ռեմոնտալի գնում, ինչի քիչ մի քիչ հավաքում, հետո ցուրտ է մի քիչ, բայց այն լավ օրերին շախմատը լիքն է լինում, որպես մի 40-ից 50 մարդ է լինում։ Ճիշտն ասած, սա միակ հանգիստի տեղն է, այդ մեծ հազակ, հատկապես մեր շախմատասեր ընկերների համար։ Ճիշտն ասած, մի քիչ շախմատի ժամացույցների, խաղատախտակի շախմատի քարերի
քիչ պակասություն ենք զգում։ Եվ մեկ բողոքն որ քարերը խե նորը չի, խե լավը չի, եւ արդեն մեր դոնորները պայմանավորվել է եւ հունվարից արդեն մենք ստանալու ենք նոր եւ ժամացույցներ, եւ խաղատախտակ, եւ խաղաքարեր։ Ես մեծ շախմատասեր եմ։ Ես 51 թվականի դեկտեմբերի 4-ից արդեն 65 տարի է ես շախմատ, առանց շախմատի գրականության չեմ ապրում։ Դի օր չկա ես չթերթեմ եւ ինչ-որ մի նոր բան չգտնեմ։ Շախմատային խաղն է, որ որքան ընթերցվես, այնքան նորություններ ես գտնում։ Եվ հոգեկան հանգստություն ստանում, եւ դու բուժվում ես, եւ մեկ-մեկ մի քիչ հիվանդանում ես, պարտվում ես։ Եվ գրականության մասին է խոսում, եւ քաղաքականության մասին է խոսում, եւ մեր ընթացիկ, մեր հանրապետության ընթացիկ հարցերի մասին է խոսում, մեր բանակի մասին է խոսում, մեր քաղաքը օր-օրի գես կանում է, օր-օրի։ Եվ լավ անելու, թվում է, թե ավելի լավ անելու։ Ստեփանակերտում կատարած մեր հարցումներից պարզվում է, որ ոչ միայն երիտասարդներին, այլ նաև տարեց ստեփանակերտցիներին մտահոգում է ժամանցի վայրեր ունենալու խնդիրը։ Իհարկե բոլորիս մեծ ցանկությունն է, որպեսզի ժամանցի վայրերը ավելանան մեր մայրաքաղաքում։ Բարեկամներ, այս թողարկումն այսքանով ավարտված է։ Մենք սիրում ենք մեր մայրաքաղաքը եւ պատրաստ ենք մասնակցել նրա զարգացմանը միտված ցանկացած դրական փոփոխությանը։ Կհանդիպենք մեկ շաբաթ անց։